Ռուսաստանը ջերմուկի հերթական խմբաքանակի վաճառքն է արգելել իր շուկայում եւ օնլայն հարթակներում։ Այս անգամ խոսքը 64.5 միլիոն շշի մասին է։ Սպառողների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող Ռոսպոտրեբնադզորը հայտարարել է, հանքային ջրի բաղադրությունում խախտումներ է հայտնաբերել։ Ընկերությունից ամիսներ շարունակ չեն արձագանքում ռուսների այս սանկցիաներին։ Տարեսկզբից արդեն 38.4 միլիոն շշի վաճառք է կասեցվել։ Երկրորդ խմբաքանակի արգելքից հետո Հայաստանի սննդի անվտանգության տեսչական մարմինը ջերմուկի մայր գործարանում ստուգումներ էր արել ու հայտնել, որ ռուսական կողմի նշած ցուցանիշներում խախտումներ չի գտել։ Նմուշարում են կատարել ջերմուկից, լաբորատոր փորձաքննության արդյունքում շեղումներ չեն հայտնաբերվել, հիդրոկարբոնատ, սուլֆատ, քլորիդ իոնների քանակը համապատասխանել է Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերով սահմանված նորմերին։ Չնայած Հայաստանն ու Ռուսաստանը նույն տնտեսական միության անդամ են, փորձը ցույց է տալիս, որ ջերմուկից բացի նաև հայկական այլ ապրանքների ստուգումների արդյունքները ռուսական կողմը հաճախ չի ընդունում ու կրկնակի ստուգումներ է անում։ Մի խումբ բեռնափոխադրողներ Ազատությանն այս օրերին պատմում են, որ ավելի քան 100 բեռնատար շարունակում է կանգնած մնալ ռուսական սահմանին։ Նրանց խոսքով անգամ մերժված բեռներով մեքենաները դեռ չեն կարողանում վերադառնալ, քանի որ վերադարձի փաստաթղթերը ռուս մաքսավորներից չեն ստանում։ Իսկ Հայաստան հասնել նորեր ու հավելյալ ծախս է պահանջում։ Ճշումներ է գործադրում, էլի։ Բոլորս էլ հասկանում ենք, էլի, որ ասում են ծեծված թեմա է։ Այս ընթացքում քարոզարշավով Հայաստանում շրջող վարչապետ Փաշինյանը պարբերաբար հայտարարում է աղալքալակ Կարս երկաթուղին արդեն հասանելի է Հայաստանի բեռնափոխադրողների համար։ Բացի այդ, տնտեսվարողներն ասում է կարող են իրենց ապրանքը նաև Վրաստանի ու Ադրբեջանի սահմանով արտահանել։ 6 ամիսա Հայաստանից երկաթուղով արտահանում անելու հնարավորությունը բաց է։ Այսինքն խոչընդոտ չկա, կարելի է Հայաստան, Վրաստան, Ադրբեջանի ճանապարհով ապրանքներ արտահանել, բայց մենք արտահանման մի դեպք նույնիսկ այս պայդրությամբ չունենք։ Ինչն է դրա պատճառը, որովհետև բիզնես սովորել է 35 տարի, որ ֆուրով է արվում ապրանքը արտահանումը, այսինքն բեռնատար մեքենայով, իսկ բեռնատար մեքենայի տարողությունը եւ վագոնի տարողությունը տարբեր է։ Հայաստանի համար ամենամոտը ռուսական շուկան է։ Վարչապետին հակադարձում են բեռնափոխադրողներն ու հարցնում հայկական ֆիտոսանիտարական ստուգումների դրական պատասխաններն անգամ Ռուսաստանը չի ընդունում։ Մյուս երկրներն ընդունելու են։ Այս պահին Ռուսաստանի սահմանին կանգնած բեռնափոխադրողն էլ ասում է, հաճախ ֆերմերն ինքն է բերքը Ռուսաստան տանում։ Հիմա նրան շատ արագ վիզա կտան, որ Եվրոպա տանի, կամ պետությունն արդեն աջակցում է, որ հայկական գյուղմթերքը համապատասխանի արտասահմանյան շուկաների պահանջներին։ Գիլազովը պետք է արդեն բերեն Ռուսաստան, որ մարդիկ հիմա չեն կարող վագոնով ոնց են տանելու հասնեն Եվրոպա։ Մարդիկ իրանց միտքը քաղում են ծառի, դե իրանք էլ գալիս են վաճառում են Եվրոպա, ոնց են գնալու որ վաճառեն։ Վարչապետի պնդմանը, թե հայ բիզնեսմենները սովոր են միայն ֆուր լցնել, ոչ թե վագոն, շուրջ 10 տարի դեպի ԵՄ եւ ԵԱՏՄ ուղղություններով բեռնափոխադրում իրականացնող Spinnaker Group-ի համահիմնադիր Նորայր Գևորգյանը հակադարձում է։ Օրինակ, ռուսական սանկցիաների տակ ընկած թարմ միրգ բանջարեղենը հնարավոր չէ գնացքով տեղափոխել, միայն չփչացող ապրանքի դեպքում է դա արդյունավետ։ Շուտ փչացող բեռները երկաթգծով անհնար է տանել։ Ելակրիչ բանջարեղենը չի կարող գնալ։ Շատ լավ է որ բաց է, բայց երկաթուղու համար մեկ ֆուր պայմանական շատ քիչ է։ Դա կարող է լինի այնակ այն ապրանքների համար, որոնք ունեն մեծ ծավալ Հայաստանից դուրս եկող։ Հիմա այդ մարդը տալու է 2 ֆուր ելակ կամ 2 ֆուր կոնյակ, գինի կամ բահածո 40 տոննա երկաթուղու համար չին քանակ։ Երկաթուղու համար պետք է լինի մի քանի 100, եթե ոչ 1000 տոննա, որ դա լինի, այսպես ասած, իրեն արդարացնող։ Ռուս մասնագետները մեկ շաբաթով Հայաստանում էին, ստուգումներ էին անում տեղի մի քանի ձկնաբուծարաններում եւ ջերմոցներում։ Նրանք դեռ Ռուսաստան չէին վերադարձել, երբ 3 Ռոսսելխոզնadzորը նոր հայտարարություն տարածեց, թե մայիսի 30-ից կարգելվի թարմ լոլիկի, կանաչ բիբարի, վարունգի, կանաչեղենի ու ելակի ներմուծումը։ ՍԱԱՏՄ մամուլի խոսնակն ասում է, պաշտոնական գրությունը 3 ստացել են։ Տեսչական մարմնի ղեկավարը սկսել է բանակցությունները, արդյունքները առաջիկայում կհրապարակվեն, առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում կհասկանանք խնդիրը որտեղ է եւ ըստ այդմ կփորձենք կարգավորումներն իրականացնել։ Իսկ բուսաբուծական եւ ձկնաբուծական ձեռնարկություններում 21-ից 27 ռուս գործընկերների հետ համատեղ անցկացված ստուգումների արդյունքները դեռևս չեն ամփոփվել։ Դրանք նույնպես կներկայացվեն ամփոփվելուց հետո։ Մոսկվային դուրս չեն գալիս Եվրամիությանը մերձենալու
Հայաստանի ձգտումները։ Տնտեսական սահմանափակումները սկսեցին ակտիվացնել մայիսին Երևանում անցկացված եվրոպական երկու մեծ գագաթնաժողովներից հետո։ Ռուսաստանին զգուշավոր արձագանքող Հայաստանի վարչապետը, որ հայկական բիզնեսին արտասահմանյան նոր ուղղությունների մասին է պատմում, օրերս հիշեցրեց. Միևնույն ժամանակ ԵԱՏՄ-ում ենք ընդլայնվելու։ Հիմա մենք մեծացնելու ենք մեր արտահանումները Ղազախստան, մենք մեծացնելու ենք մեր արտահանումները Ղրղզստան, մենք մեծացնելու ենք մեր արտահանումները Տաջիկստան, մենք մեծացնելու ենք մեր արտահանումները Չինաստան, որովհետև նախկինում դա տեղի չէր ունենում տրանսպորտային սահմանափակումների պատճառով։ Լարսում ավելի քան 10 նոր մնացած վարորդներն Ազատությանն ասում են, լսել են, որ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Բրյուսել է դիմել հայկական ապրանքները Եվրոպա տանելուն աջակցելու համար։ Վարչապետի այս հայտարարություններն են լսել, բայց ընդգծում են, քանի առուն չեն ցատկել, չեն բոբիկանում, իսկ մինչև այդ մեկ խնդրանք ունեն։ Խնդրում եմ, առաջինը թող օգնեն ինձ իմ ես Լարսից տուն վերադառնամ։ Ես հիմա Լարսից չեմ կարող տուն վերադառնամ։ Այստեղ ինչքան հնարավոր է ինձ համար ավելի բարդացնում են վիճակը։